Եվ ստացվում է, որ Նարեկը եւ Վազգենը ազատությունից զրկված են, կալանավորված են 2 ամիս 26 օր, այսինքն կարելի ասել գրեթե 3 ամիս տղաները նստած են այն բանի համար, որ հանրային հրապարակային բաց տեքստով իրենց հասցեին ազգային ժողովի նախագահի կողմից հնչեցրած վիրավորանքին, հանդգնություն են ունեցել պատասխան հնչեցնելու, մի պատասխան, որը որևէ կերպով չի տեղավորվում այն մեղադրանքի շրջանակներում, որով նրանք հիմա մեղադրվում են։ Մենք այդ մասին բազմիցս ենք խոսել, այդ մասին խոսել են նաև փաստաբանները, թե Նարեկի, թե Վազգենի, հիշեցնենք, որ Նարեկը ընդհանրապես օգտագործել էր հետույք բառը, ինչի համար նա այսօր ազատազրկված է։ Այստեղ մետաքսյա, ես շատ կուզեի մենք հիշեինք այս քանի օրը համացանցում մեծ տարածում գտած են տեսանյութը ոստիկանի կողմից, թե ինչպես է քաղաքացին բռնության ենթարկվում, անկեղծ ասած, մի կողմ դնելով 18+ կեղտոտ բառապաշարը, որը ոստիկանը օգտագործում էր քաղաքացու հասցեին, ըստ իմ կարդացած տեղեկությունների, քաղաքացին էլ ենթարկվում էր խոշտանգման ոչ թե իր կատարած հանցագործության համար, այլ նրա միջոցով փորձում էին բերել իսկական հանցագործության մեջ կասկածվողին, որպեսզի նա տար խոստովանական ցուցմունք, այսինքն այդ մարդը ընդհանրապես վկա էր, թե անգամ երևի վկա չէր, բայց երբ քաղաքացին ում այդպիսի բռնությամբ, բռունցքը պահած ոստիկանը հարվածում էր, հայոյում էր, նա ասում էր ես հիվանդ եմ, շաքարս կբարձրանա եւ կեղտոտ բառերով միտքը էներ, որ դե մեռնես էլ ոչ մի բան չի լինի դրանից, այդ ոստիկանին, ուզում եմ անունը հիշեցնեմ, Հայկ Հակոբյանին, խափանման միջոց կիրառվեց տնային երկամսյա կալանքը, հասկանանք, մարդը, որը ամենակեղտոտ բառերով հայհոյում է իր աշխատանքային պարտականությունները կատարելու ժամանակ, տնային կալանքով է նստած, իսկ Նարեկը եւ Վազգենը, ովքեր եթերում օգտագործել են, կրկնում եմ, գրական բառը ընդհանրապես երևի թե պետք չէր գրական պատասխանել, եթե գրականի համար արդեն 3 ամիս է ազատազրկված են Նարեկը եւ Վազգենը, իսկ Նարեկը դիմել էր ծայրահեղ միջոցին 15 օր նա հացադուլ էր հայտարարել, նրա հիվանդանոց հասնելը առանձին ֆիլմ էր, կարելի է ասել, խոսքը գնում է այդ փաստաթղթաշրջանառության, վարչարարությանը, որ Նարեկը մեկ անգամ գնաց հասավ հիվանդանոց, հետ եկավ բանտ, ես կցանկանայի մի հատ եւս մեկ անգամ հիշեցնեինք, որ մարդու իրավունքների տոտալ ոտնահարում է տեղի ունենում, երբ հացադուլ հայտարարած մարդուն փոխանակ ապահովեն համապատասխան պայմաններ, տանում են պատժախուց տանելուց հետո նրան համապատասխան բժշկական միջամտության համար 10 օր թուղթ են հավաքում եւ թուղթ հավաքելուց հետո էլ, երբ որ հասնում են նախնական հետազոտություններն են կատարվում, պարզվում է, որ էլի այդ փաստաթղթաշրջանառությունից ելնելով նա պետք է վերադառնա պատժախուց, այսինքն շարունակվի հացադուլը, որտեվ հացադուլից դուրս գալ այդպես նստել միանգամից հաց ուտելը չէ, դա բժշկական պրոցեդուրա է։ Եվ այն դեպքում, երբ կրկնում եմ, Հայկ Հակոբյանը, այդ գազանը, ուրիշ բառ չօգտագործեմ, այդ ոչ մարդը ապահով իր տանը նստում է, իր տանը ճաշում է։ Ու գիտեք, բոլոր քաղբանտարկյալների մոտ նույն այդ փաստաթղթային շրջանառության խնդիրը կա։ Եվ ես վստահ եմ, որ դա հատուկ է արվում, որպեսզի ավելի ծանր ու այսպես բարդացված ու իրենց ավելի ճնշված զգան, ու ընդհանրապես պայքարելու ոչ նպատակ, ոչ հույս այլևս չունենան։ Ու ես հիշում եմ, որ դատավարության ժամանակ ներկա էի Նարեկի ու Վազգենի, ու ես հասկացա ամբողջովին ինչու նույնիսկ Նարեկը հայտարարեց այդ հացադուլը, որովհետև անհնար էր ուղղակի այդպես հանգիստ նստել ու տեսնել, թե ինչպիսի հեքիաթային մեղադրանքներ է հանրային մեղադրողը հնչեցնում եւ ինչպես է դա անցալվում դատավորի կողմից։ Սա իրականում ճիչ էր եւ
էլի պայքարի մի ձև հույս ունենալով կամ փորձելով արդարությունը վերականգնել, ուղղակի երևի թե մենք բոլորս կամ վաղուց հասկացել ենք կամ ճանապարհին ենք հասկանալու, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ուղղակի չկա արդարադատություն։ Եվ այդ արդարադատությունը ինքը հենց բանտարկված է։ Ես այդպես եմ պատկերացնում, որտեվ բոլոր դատավարությունները, որոնց մենք ներկա ենք լինում, կարծես բոլորը նույն սցենարով գրված լինեն, բոլորը։ Ու նույն դատավորների մոտ։ Այո, հանրային մեղադրողներն են Հանրային հիմնականում, ու ես մեղադրողները, դատավորները։ շատ ժամանակ շփոթում եմ դատերը, հավատացեք, շփոթում եմ, որտեղ որ հանրային մեղադրողը ինչ ասաց, որտեղ որի նկատմամբ ինչ կիրառվեց, որովհետև հիմնականում թե խոսքը, թե մեղադրանքի ձևը բոլորինը նույնն է։ Այսինքն սա մի գիծ է, որը ուղիղ տարվում է այն մարդկանց նկատմամբ, դրանք եւ սրբազաններն են, եւ գիտնականները, եւ լրագրողներ, եւ բլոգերներ, բարերար, այսինքն բոլոր ոլորտներից, կանայք, ինչու՞ չէ, բոլոր ոլորտներից կան մարդիկ, որոնց անհատների վրա ճնշումներ գործադրելով փորձում են կառավարելի դարձնել հանրությանը եւ վախեցնել այս կերպ։ Կանխատեսելի էր բնականաբար, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը իր արդարադատության նախարարի եւ արդարադատ ինստիտուտների հետ միասին պիտի որ վարեն այդ գիծը, որովհետեւ մարդիկ ունեն նպատակ ընտրություններից առաջ մաքրել դաշտը, այն բոլոր ուժերին, ովքեր կարող է վտանգ ներկայացնեն իրենց վերընտրվելու, վերարտադրվելու կամ ինչ-որ աթոռներին վերաբազմելու համար, նրանք ուղղակի մինչև հունիս ամիս փակված են պահելու, որպեսզի չկարողանան մարդիկ իրենց համար ստեղծեն խոչընդոտներ։ Դա կանխատեսելի էր։ Ինձ